Թբիլիսիում ճանապարհների մաքրումը ակտիվորեն շարունակվում է։ Ուժեղ ձյան հետևանքով խնդրահարույց գոտիներ են մնում մայրաքաղաքի միացված տարածքները, այդ թվում Լիսին, Ծավկիսին, Կոջորին։ Հատուկ տեխնիկան աշխատում է շուրջօրյա ռեժիմով։ Առատ ձյան պատճառով սահմանված սահմանափակումների մի մասը կենտրոնական ճանապարհներին արդեն վերացվել է, իսկ մյուս մասը շարունակում է մնալ ուժի մեջ։ Մաքրման աշխատանքների արդյունքում Մցխեթա, Ստեփանցմինդա, Լարս ավտոմայրուղու Գուդաուրի Կոբի հատվածում թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է, սակայն սահմանափակված է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Այս արգելքը գործում է նաև Թբիլիսի-Սենակի Լեսելիձե ավտոմայրուղու Բորիթի հատվածում, Գոմի Սաչխերը Ճիաթուրա Զեստափոնի ավտոմայրուղու 106-րդ կիլոմետրին, Կոդա Փարցխիսի Մանգլիսի Ծալկա Նինոցմինդա ավտոմայրուղու Կոդա Ալգեթի գյուղի հատվածում, Նաքերալայի լեռնանցքում, Սաչխերը Ռաճա ճանապարհին, Մարնեուլի Թեթրիցყարո Ծալկա ավտոմայրուղու հատվածում և Ջվարի Ուշկուլի ճանապարհին։ Ձնահյուսի վտանգի, ուժեղ ձյան, վատ տեսանելիության և բքի պատճառով բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է Փարավանի լեռնանցքում, Նիչփիսի Դիդգորի Մեծ Թոնեթի ավտոճանապարհին, Կոր Շաշատիլի հատվածում և Ուշկուլի Լաստիլի ճանապարհին։ Կախեթիում եղանակը պարզվել է, սակայն ձյան և սառույցի պատճառով Թել Ավիվում քաղաքային տրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է։ Երթևեկությունը խափանված է նաև Բոդբե-Նուկիանի Սիղնաղի ուղղությամբ։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությամբ ինտենսիվորեն իրականացվում են ճանապարհների մաքրման աշխատանքները և քաղաքային տրանսպորտի երթևեկության վերականգնումը հնարավոր կլինի օրվա երկրորդ կեսին։ Ինչ վերաբերում է ներպետական նշանակության Վազիանի Գոմբորի Թել Ավի ավտոմայրուղու Վերոնա-Թել Ավի հատվածին, բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։ Մայրաքաղաքում այսօր սառնամանիք է և սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Գիշերը կլինի -7 աստիճան։ Տեղումներ են կանխատեսվում Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում, մեծամասամբ ձյան տեսքով։ Երկրի ողջ տարածքում կլինի ուժեղ քամի։ Առավելագույն ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանում կկազմի -5 աստիճան, իսկ Արևելյան Վրաստանում -10-ից -5 աստիճան, առանձին վայրերում -15 աստիճան, իսկ վաղվանից ողջ Վրաստանում եղանակը կբարելավվի։ Սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի գների կարգավորման հարցերով իշխանությունների կողմից աշխատանքի սկսելը քաղաքական գնահատականների թեմա է։ Վարչապետի ղեկավարությամբ ստեղծված հանձնաժողովն առաջին նիստը անցկացրել է երեկ։ Պլանավորվել են հանդիպումներ արտադրողների, մանրածախ առևտրի ցանցերի և դիստրիբուտորական ընկերությունների ներկայացուցիչների հետ, իսկ գների կարգավորման ուղղությամբ ակտիվ աշխատանք է նախատեսվում նաև օրենսդրական մակարդակով։ Գարնանային նստաշրջանի բացման առաջին իսկ օրերին ժամանակավոր քննչական հանձնաժողով կստեղծվի նաև խորհրդարանում։ Հանձնաժողովին ակտիվորեն միանալ է նախատեսում Գախարիա Վրաստանը, ինչպես կուսակցությունում են հայտարարում, գլխավոր նպատակը գների նվազեցումն է։ Հայտնի է, որ կառավարական հանձնաժողովը համապատասխան խորհրդարանական հանձնաժողովի հետ համակարգված կերպով հավանաբար կաշխատի մինչև ապրիլի վերջ։ Հիշեցնենք, որ սպառողական գների վերաբերյալ հետաքննություն է իրականացվում նաև պետական անվտանգության ծառայությունում։ Քննարկման թեմա է նաև ժողովրդական պաշտպանի սահմանադրական հայցը, որով նա վիճարկում է ժողովների և ցույցերի մասին օրենքը։ Ընդդիմությունում ակնկալիք չունեն, որ սահմանադրական դատարանը կկայացնի անկախ որոշում և հայտարարում են, որ վրացական երազանքի կողմից ընդունված օրենքը ծառայում է քաղաքական և ժողովրդավարական կյանքի սահմանափակմանը։ Օրենքի խստացումը վրացական երազանքում հիմնավորում են պետության դեմ առկա սպառնալիքներով։ Իշխող կուսակցությունում հայտարարում են, որ ընդդիմադիր կուսակցությունները գործում են արտաքին ուժերի հանձնարարությամբ, ի վնաս երկրի։ Հիշեցնենք, որ ցույցերի մասին օրենքը խստացվել է անցյալ տարի, իսկ Օմբուդսմենի գրասենյակի պարզաբանմամբ սահմանադրական հայցում ժողովների և ցույցերի անցկացման կարգերին վերաբերող բովանդակային արգելքների հետ մեկտեղ վիճարկվում է նաև Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված պատասխանատվության կազմը, ինչպես այլընտրանք չունեցող կալանքը, այնպես էլ տուգանքի չափը։
Ամերիկայի պաշտպանության նախարարությունը Վրաստանի ներքին գործերի նախարարության փորձաքննք-քրեագիտական վարչությանը փոխանցել է $733,490 արժողությամբ տրիաժի լաբորատորիա։ Նշվածը իրականացվել է գերատեսչությունների միջև վերջին 2 տարիների ընթացքում ընթացող նախագծի շրջանակներում։ Հանդիպմանը նշվել է, որ նոր լաբորատորիան էականորեն կուժեղացնի նախարարության փորձաքննք-քրեագիտական վարչության հնարավորությունները։ Կողմերը համաձայնվել են նաև ապագա համագործակցության շուրջ։ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացմանը նպաստելու մեղադրանքով Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել Թերժոլայում։ Մեղադրյալի ժամանակավոր բնակելի տան խուզարկության արդյունքում իրավապահները որպես իրեղեն ապացույց առգրավել են իրացման համար պատրաստված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց՝ մեթադոն։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Ինտերպոլի կողմից կարմիր ծանուցմամբ հետախուզվող Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է Բաթումիում։ Նա որոնվում էր էլեկտրոնային տվյալների մշակման համակարգերի օգտագործմամբ իրականացված խարդախության մեղադրանքով։ Ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված էքստրադացիոն ընթացակարգերը։ Վրաստանի ջրագնդակի հավաքականը այսօր կհանդիպի Թուրքիային։ Բելգրադում ընթացող ջրագնդակի Եվրոպայի առաջնությունում սա մեր երկրի հավաքականի երկրորդ խմբային փուլի վերջին հանդիպումն է։ 2 տուրերից հետո Վրաստանի հավաքականը ունի 0 միավոր և այսօր հաղթելու դեպքում կունենա հնարավորություն պայքարել 9-րդ տեղի համար։ Հանդիպումը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 18:30-ին, իսկ հանդիպման ուղիղ հեռարձակումը կառաջարկի ձեզ առաջին ալիքը։ Իսկ Վրաստանի ֆուտզալի հավաքականը կխաղա Լատվիայի հետ։ Սա Եվրոպայի առաջնությունում առաջին հանդիպումն է։ Մեր թիմը երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ Եվրոպայի առաջնությունում։ Խմբում Լատվիայի հետ միասին մրցակիցները կլինեն նաև Խորվաթիայի և Ֆրանսիայի հավաքականները։ Վրաստան-Լատվիա խաղը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 22:00-ին, իսկ հանդիպման ուղիղ հեռարձակումը ձեզ կառաջարկեն Առաջին ալիքն ու Առաջին ալիք սպորտը։ Ազատ ոճի ըմբշամարտի 2026 թվականի Վրաստանի չեմպիոնների և մրցանակակիրների համար երկրպագուները հանդիսավոր ընդունելություն են կազմակերպել հայրենի քաղաք Ամբրոլաուրիում։ Շնորհավորել են մարզիկներին հաջող ելույթների համար և հանձնել շնորհակալագրեր։ Բաթումիում կայացած Վրաստանի ազգային առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտում Վլադիմիր Գամղրելիձեն և Գեորգի Էլբաքիձեն դարձան Վրաստանի չեմպիոններ։ Սաբա Կոբախիձեն նվաճեց արծաթյա մեդալ, իսկ Նիկոլոս Չաչխունաշվիլին և Գեորգի Կոկրիջյանը բրոնզե մեդալի տիրացան։ Կիևում ավելի քան 1 միլիոն բաժանորդ մնացել է առանց էլեկտրոէներգիայի, իսկ 4000-ից ավելի բարձրահարկ շենքեր առանց ջեռուցման, հայտարարում է Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով Ուկրաինայի օդային ուժերի կողմից արձագանքը լայնածավալ ռուսական օդային հարձակումը կանխելու համար ոչ բավարար է եղել։ Օրական ուղերձում Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ զրուցել է Ուկրաինայի պատվիրակության հետ, որը ակտիվորեն աշխատում է նահանգների և Եվրոպայի հետ պոտենցիալ հանդիպումների և աջակցության փաթեթների շուրջ։ Բարսելոնայի մոտ ևս մեկ ուղևորատար գնացք է դուրս եկել երկաթգծերից։ Զոհվել է 1 մարդ, վիրավորվել են 37-ը, որոնցից 5-ի վիճակը ծանր է։ Զոհվել է գնացքի վարորդը։ Տեղական իշխանությունների տեղեկությամբ գնացքը ուժեղ անձրևի հետևանքով բախվել է արգելափակիչ պատին։ Տագնապային իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչների խոսքով Բարսելոնայի արվարձանում Գելիդայում դեպքի վայր են ուղարկվել 20 շտապ օգնության ավտոմեքենա և 38 հրշեջ փրկարարական խումբ։